Ինչով է առանձնահատուկ հայաստանյան քաղաքական միջավայրը, որքանով են կայացած քաղաքական կուսակցությունները, կառավարման որ մոդելն է նախընտրելի Հայաստանի համար։ Եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Գյումրու ավականու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար։ Ով ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչով է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը, ինչ գործոններ են կարևոր դրա կայացման համար։ Այս այլ հարցեր մեր տաղավարում կքննարկեն ԱԻՄ կուսակցության նախագահ 98-ից 99 թվականներին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը եւ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, բայց մինչ քննարկումը սկսել առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ 1991 թվականին անկախությունից հետո Հայաստանի համար սկսվեց քաղաքական ու հասարակական գործընթացների բուռն շրջան, բայց որքանով հաջողվեց անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում ունենալ հստակ ձևավորված քաղաքական կայուն ինստիտուտներ։ 1990 թվականի մայիսին Գերագույն խորհրդի ընտրություններն առաջին անգամ անցան այլընտրանքային մրցակցային հիմունքներով, հիմք դնելով բազմակուսակցական համակարգի ձևավորման համար։ Ղարաբաղյան շարժման համատեքստում ձևավորված ՀՀՇ-ն ստացավ պատգամավորական տեղերի հարաբերական մեծամասնությունը, ստեղծվեց ՀԿԿ-ՀՀՇ երկբևեռ քաղաքական համակարգ։ Նոր ձևավորված խորհրդարանում առաջին քայլերը կատարվեցին բազմակուսակցական համակարգի անցման համար, ստեղծելով դրա իրավական հիմքերը։ Ընդունվեց համապատասխան օրենք։ Հասարակական քաղաքական կազմակերպությունների մասին օրենքն ամրագրում է քաղաքական միավորումներ կազմելու քաղաքացիների իրավունքները, որոնք հռչակում են իրենց ծրագրերը, գործում են կանոնադրության հիման վրա, ընտրությունների միջոցով մասնակցում պետական իշխանության մարմինների ձևավորմանը։ Ձևավորվեց Գերագույն խորհուրդը, որը հետագայում վերափոխվեց ազգային ժողովի, ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Մեկ տարի անց 1991-ի անկախության հանրաքվեից հետո խորհրդարանը շարունակում էր իր աշխատանքը եւ կերտում երկրի ապագա քաղաքական ու իրավական հիմքերը։ Բայց քաղաքական համակարգի էությունը վճռում էր այն, թե պետության կառավարման ինչ մոդել էր ընտրված։ 91-ից 95 թվականներին կառավարման մոդելը հայտնի է որպես նախագահական, որոշակի առանձնահատկություններով։ 1995 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունն ու ձևավորվեց Հայաստանի երկրորդ ազգային ժողովը։ Ընդունված սահմանադրությամբ թեև նախագահը դարձավ երկրի հիմնական գործադիր իշխանությունը, բայց ակտիվ երկխոսություն հաստատվեց նախագահի ինստիտուտի եւ ազգային ժողովի միջև։ Այս շրջանում Հայաստանում ավելի ակտիվ սկսեցին ձևավորվել նոր քաղաքական կուսակցությունները, որոնք հետագայում պիտի դառնային երկրի քաղաքականության հիմնական դերակատարները։ Սահմանադրության 24 եւ 25 հոդվածներն ամրագրում են քաղաքական միավորումներ ստեղծելու քաղաքացիների իրավունքները, 74 եւ 80 հոդվածները երաշխավորում են ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների իրավունքը վերահսկելու կառավարության գործունեությունը, ընդհանուր անվստահություն հայտնելը։ Բացի դրանից 95-ի ընտրությունները աչքին կան նաեւ նրանով, որ առաջին անգամ մեծամասնական ընտրակարգին զուգահեռ կիրառվեց համամասնական ընտրակարգը։ 190 պատգամավորական տեղերից 40-ը հատկացվեց կուսակցական ցուցակներին։ Հայաստանի քաղաքական կյանքում ներկայացվում էին ազատական, սոցիալ-դեմոկրատական, պահպանողական եւ այլ արժեքներ։ Բազմակուսակցական համակարգի ակտիվացման նոր դրսևորումներ նկատվեցին նախ 99-ի, ապա նաեւ 2003-ի խորհրդարանական ընտրություններում, երբ քաղաքական դաշտ մտան նոր քաղաքական ուժեր, ձևավորվեցին դաշինքներ ու խորհրդարանական կոալիցիաներ։ Նոր փուլ սկսվեց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Ըստ էության ամրապնդվեց կառավարական կիսանախագահական մոդելը, բայց ավելացնելով կուսակցությունների դերակատարությունը։ Հստակ սահմանվեց իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Կառավարման բոլորովին նոր մոդել ընտրվեց 2015-ի սահմանադրական փոփոխություններով։ Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Սա նշանակում էր, որ առավել մեծ լիազորություններով էր օժտվելու խորհրդարանը, ֆորմալ առումով ճանապարհ բացելով նոր կուսակցությունների կայացման ու ինքնադրսևորման համար։ Խորհրդարանն ընտրվեց բացառապես համամասնական ընտրակարգով։ 2018 թվականի քաղաքական իրադարձությունները փոխեցին նաև քաղաքական ներկապնակը։
դրանից առաջ ու դրանից հետո որոշ ուժեր հեռացան ակտիվ քաղաքականությունից։ Փոխարենը նոր ուժեր ու դաշինքներ ձևավորվեցին։ Խորհրդարանից բացի փոխվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, ուղղակի ընտրությունից անցնելով անուղղակի ընտրության, քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Վերջին նման ընտրություններն անցկացվեցին մարտի 30-ին Գյումրիում ու Փարաքարում։ Այս ընտրությունները թեև ձևով տեղային, բայց բնույթով համընդհանուր քաղաքական նշանակություն ունեցան, հիմք ստեղծելով քաղաքական տարբեր ուժերի մրցակցության համար։ Ողջ այս ընթացքում ավելի քան 140 քաղաքական ուժ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, դրսևորվելով տարբեր կերպ։ Բայց թե 10 տարին մեկ կատարված սահմանադրական փոփոխությունները, թե նոր ուժերի ձևավորումը չեն վերացրել մի կողմից կառավարական մոդելի, մյուս կողմից քաղաքական համակարգի կայացված լինելու մասին տարակարծությունները։ Առաջին ուղիղ հարցը հետևյալն է. որքանով է կայացած Հայաստանի քաղաքական համակարգը։ Պարոն Հայրիկյան, թերևս ձեզնից սկսենք։ Ընդհանրապես քաղաքական համակարգի եւ նրա առաքելության մասին խոսելիս ճիշտ կլինի հիշել ֆրանսիական հեղափոխության գլխավոր բանաձևը քաղաքական միավորումների մասին։ Ի վերջո պետությունը քաղաքական միավոր է եւ ֆրանսիական հեղափոխությունը ամրագրում է քաղաքական միավորումների գլխավոր խնդիրը մարդու իրավունքներն են։ Եթե մենք վերացականորեն խոսում ենք քաղաքական համակարգի մասին, մեր իրավունքն է, բայց դա նշանակում է նախնական արժեքներ չունենալ։ Իսկ եթե ունես նախնական արժեքներ, նախնական արժեքը մարդն է իր ճակատագիրը տնօրինելու իրավունքով, ապա այդտեղ հասկանում ես, որ մարդու քաղաքական իրավունքները ամենակարևոր բանն են։ Իսկ քաղաքական իրավունքները արտահայտվում են ժողովրդավարության միջոցով։ Ես ուզում եմ երկու խոսք ասել այն բանի մասին, որ ժողովրդավարության պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ զարգացման ընթացքը մշտապես ուղղված է եղել խտրականությունը նվազագույնի հասցնելու ձգտումով։ Այսօր մեր աշխարհում թվում է, թե քաղաքական ոլորտում խտրականություններ չկան։ Տիրոջ կամքով, նաև այն իրողությամբ, որ ես ժամանակին գլխավորել եմ սովետական միության բոլոր ժողովուրդների, ժողովրդավարական շարժումների համակարգիչ կենտրոնի կառույցը, ժողովրդավարություն եւ անկախություն անող, գուցե դա էլ է ինձ նպաստել։ Ես բացահայտեցի, օրինակ Գյումրու օրինակով խոսենք։ Մենք դեռ դրան կանդրադառնանք, պարոն Հայրիկյան։ Գյումրու մասին չեմ խոսում, այլ օրինակով, որ Գյումրիի ընտրություններում 20% քաղաքացիներ ենթարկվեցին դաժան խտրականության։ Այսինքն, եթե մենք խոսում ենք քաղաքական համակարգի մասին, պետք է մի բան նկատի ունենանք։ Արդյոք մեր քաղաքական համակարգը ապահովում է, որ մարդու իրավունքները լիարժեքորեն դրսևորվեն։ Շնորհակալություն, պարոն Յունոսյան։ Շնորհակալ եմ, թերևս իրականում քաղաքագետները Հայաստանում շատերն իրենց քաղաքագետ համարում, բայց այն քաղաքագետները, որոնք գիտնական քաղաքագետ են, դրա հետ կապված, չգիտեմ, միջազգային գրախոսվող ամսագրերում հոդվածներ են գրում, թերևս քաղաքագետները ավելի լավ գնահատականներ կարող են տալ նրա մասով, թե Հայաստան քաղաքական համակարգը ինչքանով է կայացած, բայց ես ունեմ այն տպավորությունը, որ ինչ որ առումով այդ համակարգը կայանում է, այսինքն եթե մենք համեմատենք սրանց 10 տարի առաջվա համեմատ, ապա 10 տարի առաջվա համեմատ քաղաքական համակարգը ավելի կայացած է։ 10 տարի առաջ մենք եւ քաղաքական համակարգի կայացման վրա իհարկե ազդում են մի շարք հանգամանքներ, առաջին հերթին երկրում ժողովրդավարության մակարդակը։ Եթե երկրում ավտորիտար ռեժիմ է, հա, չգիտեմ, պայմանական Ադրբեջան, հա, կամ ինչ որ Միջին Ասիայի ինչ որ երկրներ, այդ երկրներում քաղաքական համակարգ ընդհանրապես գոյություն չի կարող ունենալ։ Այդ երկրում, եթե դու ուզում ես իշխանություն ունենալ, դա արվում է ինչ որ ինտրիգաների, ինչ որ, չգիտեմ, սենց պալատական շարժումների, սենց կոռուպցիոն շահեր ստեղծելու, կոռուպցիոն շահերը քեզ ծառայեցնելու եւ այսպես բաների միջոցով է մարդ գալիս իշխանության պայմանական ասած, հա, ժողովրդավարական համակարգերում մարդ գալիս է իշխանության ընտրությունների միջոցով, այսինքն քաղաքացիները իրեն քվե են տալիս, որ ինքը իրականացնի իշխանություն, դա արդեն եթե սա կա, եթե այս կոմպոնենտը կա, ապա դա արդեն ունենում է էլեկտորալ ժողովրդավարության մակարդակ, որտեղ արդեն մարդիկ եւ քաղաքական ուժերը մրցակցում են
ընտրողի համար, մրցակցում են ընտրողին իրենց կողմը բերելու համար։ Այ Հայաստանում այդ տրանսֆորմացիան, եթե համատենք 10 տարի առաջվա համեմատ այդ դրական տեղաշարժը կա, հա, այսինքն քաղաքական ուժերը պայքարում են ընտրողին իրենց կողմը բերելու համար եւ հասկանում են, որ եթե իրենք ուզում են գան իշխանության, թեև ցավոք դեռևս ոչ բոլորն են դա հասկանում, բայց եթե իրենք ուզում են գան իշխանության, իրենք պետք է ունենան քաղաքացիների աջակցությունը։ Պարոն Հայրիկյան, այստեղ որտեղ եք համաձայն, որտեղ համաձայն չեք, արդյոք իսկապես այդ կայանալու ճանապարհին եք։ Դե ցանկացած փուլ կարելի է համարել կայացման ուղղությամբ ընթացք։ Բայց ես այսպես եմ, եթե քաղաքական իմաստն ենք խոսում, այսինքն պետութենական, մենք ունենք պետութենական կազմակերպություններ, սխալմամբ հայերենում դա կոչվում է քաղաքական եւ այդպես էլ քաղաքականի իմաստը այնքան ընդգծված չի հայերի մոտ։ Այո։ Այդ դեպքում պիտի ուշադրություն դարձնենք այն բանին, որ առաջին խորհրդարանում կար հայոց համազգային շարժում, ԱԻՄ, հանրապետական, քրիստոնյա-դեմոկրատական, կոմունիստական։ Հիմա ընդհանրապես քաղաքական կյանքում ժամանակին իշխանակիր ուժը գրեթե չկա։ Երկրորդ արդեն ազգային ժողովը վերցնում ենք, հայտնվեց Շամիրամ կուսակցություն, այնտեղ որ շարունակում ենք, էլի կուսակցություններ անունները չտան, որ չվերավորվեն, ասենք օրինաց երկիր, հետագա, երբ դրանք ասպարեզ են գալիս, դառնում են իշխանակիր եւ անեանում են, դա նույնպես ցույց է, որ քաղաքական համակարգը խարխափուն է, անկայուն է։ Ես շատ կարևոր եմ համարում չմոռանալ, որ քաղաքական ուժերի գլխավոր նպատակը մարդու իրավունքներն են, մանավանդ երկրի կառավարման հարցում քաղաքացիների իրավունքը, եւ եթե նրանք ունեն սկզբունքներ, ապա ժամանակի ընթացքում դրա համար 10 տարին բավական էր, պիտի մեր քաղաքական կյանքում առանձնանային։ Տեսեք, Ռաֆ Հովհաննիսյանը շատ լավ հարաբերությունների մեջ է եղել, կար եւ չկա, Արտաշես Գեղամյանը, դրանք հզոր քաղաքական ուժեր էին, կամ Կոմկուսը չկան։ Ուրեմն շատ կարևոր է, որ ժառանգականություն լինի եւ սկզբունքների շուրջ համախմբման արդեն բնականon ընթացք։ Դա մեր իրականության մեջ չկա։ Չնայած դա չի կարևորը, այլ կարևորն այն է, որ այնպիսի համակարգ ունենանք, որ քաղաքացին լինի տերը երկրի իրապես եւ վերացական խոսք չի սա։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ այլ երկրներում, օրինակ Միացյալ Նահանգներում այդ ժառանգականությունը կարծես թե կա եւ այնտեղ համակարգը առավել կայուն է, ունեն երկու գլխավոր կուսակցությունները, իսկ այստեղ, ինչպես դուք ասացիք, անի անում են, որն է պատճառը հայաստանյան համակարգի առանձնահատկությունը։ Գիտեք, իհարկե Միացյալ Նահանգներն էլ ինչ որ առումով շատ հետաքրքիր իրավիճակում են հայտնվել վերջին ժամանակահատվածում պայմանավորված Թրամփի, եթե կարելի ասել, ֆենոմենի հետ, բայց եթե կանք Հայաստանն, այո, Հայաստանում շատ քիչ է կայացվածությունը եւ դա ունի երկու պատճառ, եւ նաեւ պարոն Հայրիկյանի ասած այդ ժառանգականությունը, եւ դա ունի իմ կարծիքով երկու պատճառ։ Պատճառներից մեկն այն է, որ երբ որ քաղաքական համակարգը շատ թույլ կայացված է, նույն պայմանական, հա, որ թող չվիրավորվեն Իսերն Աստծո, Արտաշես Գեղամյանը կամ օրինաց երկրի Արտուր Բաղդասարյանը կամ ուրիշներ, իրենք հասկանում են, որ իրենք պետք է զբաղվեն ոչ թե քաղաքականությամբ իշխանություն ունենալու համար, այլ պետք է ինչ-որ պալատական բաների մեջ մտնեն իշխանություն ունենալու համար։ Դա էր սրանից 20 տարի առաջվա, 15 տարի առաջվա, 10 տարի առաջվա նույնիսկ Հայաստանում տիրող իրավիճակը եւ այդ մարդիկ գնացին այդ ճանապարհով, հիմա չքննադատենք լավ արեցին, վատ արեցին, հա, իշխանության գալու ցանկությունն են եւ գնացին ոչ թե քաղաքական ճանապարհով, այլ այդ ճանապարհով, որտեղ քաղաքական ճանապարհով հնարավոր չէր Հայաստանում հասնել իշխանության։ Սա մի բանն է եւ այդ դեպքում, երբ որ դու այդ ճանապարհով ես գնում, դու բնականաբար որպես ոնց ասեմ, քաղաքական դիակ ես դառնում, եթե դու չքաղաքական ճանապարհով ես սկսում գնալ։ Եվ իհարկե երկրորդ պատճառը դա առհասարակ ավելի գլոբալ, եթե նայենք ավելի վերջին ժամանակահատվածում, դա ինստիտուտների կայացվածության հարցն է։ Այ մենք ասում ենք, տեսեք, այս ընտրությունները, թեկուզ նույն Գյումրի ընտրությունները կուսակցությունների ընտրություններ են, թղթի վրա, բայց փաստացի առաջի դեմքերի ընտրություններն են, չէ՞։ Եվ կարող է տպավորություն ստեղծվել, որ այ քաղաքացիներն են ինչ-որ բան չեն հասկանում, դրա համար առաջի դեմքերով են, չէ, ինձ թվում է, որ այստեղ ոչ թե քաղաքացիների խնդիրն է, քաղաքացիները շատ լավ հասկանում են ամեն ինչ, այլ ինստիտուտների խնդիրն է,
Ցանկացած գյումրեցու թե հարցնես, որն է ավելի կարևոր, քո քաղաքում ավականում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության տոկոսը, թե քաղաքապետի ով լինելը, կասի քաղաքապետի ով լինելը, եւ այդ ասացի տակ կլինեն շատ եւ շատ օբյեկտիվ հիմքեր։ Եվ այս օբյեկտիվ հանգամանքների ֆոնին լրիվ նորմալ է, որ նույն գյումրեցին կուսակցություններով չի նայում ընտրություններին, այլ նայում է առաջին համարներով։ Այստեղ պետք չի մեղադրել մարդկանց, պետք չի մեղադրել, պետք չի ասել, գիտեք, Հայաստանում էս ինչ բանը կայացած, չեն ինչ բանը կայացած, չի Հայաստանում կայացած չեն առհասարակ ինստիտուտները։ Ինստիտուցիոնալիզացիան մեր երկրում, եթե կարելի այդպես ասել, շատ թեր կայացած է։ Մենք տեսնում ենք պետական մարմիններ, նույնիսկ եթե մի կողմ գանք ընտրություններից, մենք տեսնում ենք պետական մարմիններ, X նախարարություն, հա, կամ X նույնիսկ նախարարություն չէ, նույնիսկ ոչ քաղաքական մարմիններ, հա, ինչ որ մի ղեկավար է գալիս, այս մարմինը մի ձև է աշխատում։ Չէ, ուրիշ ղեկավար է գալիս, ենթադրենք X տեսչական մարմնի մասին է խոսքը։ Այլ ղեկավար է գալիս, տեսնում եք, այս մարմինը ինչ որ ռադիկալ լրիվ ուրիշ ձև է աշխատում։ Օրինակ, չգիտեմ, ոստիկանության բարեկային ծառայությունը մի պետ ունեն ինչ որ մի ձև է աշխատում, ուրիշ պետ է գալիս, լրիվ ուրիշ ձև է աշխատում։ Ասում ես՝ մի րոպե, բա սա ինստիտուտ չէ՞։ Դե անձանցից շատ բան է կախված մեր երկրում։ Հասկանալի է։ Կայացվածության ցածր մակարդակի պատճառով։ Շնորհակալ եմ ձեր կարծիքը եւ ինչպես պիտի փոխել դա, եթե անհրաժեշտ է։ Այդ վերջի հարցը շատ սիրեցի։ Ինչ անել ավելի կարևոր է։ Ես պետութենական գործիչ եմ, քաղաքական գործիչ, ոչ քաղաքական մեկնաբան եւ որևէ բանի մասին խոսելիս նախ եւ առաջ ունենում եմ իմ հայեցակարգը տվյալ երևույթի նկատմամբ։ Պետութենական կյանքում կարևոր դերակատարություն ունեն ոչ այնքան քաղաքական ուժերը, որքան սահմանադրությունը։ Սահմանադրությունը, որը կարգավորում է այդ հարաբերությունները։ Եվ այդ սահմանադրությունը վաղուց քաղաքակիրթ աշխարհում գտել են ձևերը, սակայն մի հարցում թերանում են այստեղ որ ասում եք ինչպես պիտի քաղաքացիների իրավահավասարությունը երկրի կառավարման հարցում խախտվում է ամբողջ աշխարհում։ Հիմա ես գտել եմ այդ ձևը եւ ես չեմ։ Ես այն մարդն եմ, որը ժամանակին ասում էր անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Այսինքն մի ազգ, որ ունի իր ազգի համար ամենակարևոր ոլորտում մեծագույն ներդրում կատարած մարդկանց խումբ, Վերջո չունենք, չէ՞ մեր պատմության մեջ ուրիշ դեպք չկա, որ հայ պետականամետ կամ ազգային գործիչները ծրագիր մշակեն, այդ ծրագիրը դառնա ժողովրդինը։ Չկա այդպիսի բան։ Ինչքան էլ որ սիրեմ ու հարգեմ մեր հայրերին։ Հիմա հասել ենք մի օրերի, որտեղ տեսեք դուք նշեցիք է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով եմ գլխավորել եւ ես ապացուցել եմ, որ ես շահադիտական նկատառումներով չեմ այս պետութենական գործերի մեջ, այլ ունեցել եմ սկզբունքներ։ Երբ դու չես լսում մեծերիդ, չես պատվում մեծերիդ, 20 տարվա մեջ ունենում ես 3 սահմանադրություն, սա խայտառակություն է, որովհետև ամեն մի սահմանադրություն գրված է այդ պահի իշխանավորի համար։ Հիմա ես ներկայացրել եմ եւ այստեղ շատ հաճելի է։ Ես կուզեի, որ արդարադատության նախարարը լիներ այստեղ, որովհետև ինքն է գլխավորում հանձնաժողովը, բայց երբ Այդ խորհրդի ակտիվ անդամներից մեկն է այստեղ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ ձեր հարցի հիմքում ընկած է մի բան։ Ինչպես է վերաբերում օրվա իշխանությունը որպես որոշակի ժամանակահատվածի համար մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ պիտի լինի, այդպես լինի։ Ինչպես է վերաբերում այս խնդրին եւ ինչ ենք տեսնում այդ խնդիրները, այսինքն պետական կառավարման համակարգը ավելի ժողովրդանպաստ դարձնող պատասխանատուները զբաղված են լսում ես ժամերով ելույթներ եւ այնտեղ չկա ժողովուրդը, չկա քաղաքացին, կա իշխանությունը այսպեսին պիտի լինի, կուսակցությունների հարաբերությունը այսպեսին պիտի լինեն։ Այս պայմաններում ես ինչի նշեցի իմ անցած ճանապարհը, դրա հիմքում եղել է ժողովրդավարությունը, նույնիսկ ազգային այդ բարձր նպատակը չէ անկախությունը։ Ես ժամանակին կապել եմ հայ քաղաքացիների բանի հետ։ Այս պատահական փոքր բան չի, որովհետև ազգային միացյալ կուսակցության հիմնադիրը ինձ նույնիսկ չընդունեց այդ ճիշտ է օրհնեց իմ ընտրած ճանապարհը 50 տարի առաջ եմ ասում, բայց ասում էր, ախր ստրկության մեջ գտնվող ժողովրդի քաղաքացիներին ինչպես վստահես։ Քվեարկության ժամանակ նրանք կարող է իրենց սխալ դաստիարակության պատճառով սխալ քվեարկեն, բայց մենք մնացինք հավատարիմ ժողովրդավարությանը։ Հիմա այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը, ամենակարևոր խնդիրը այն է, որ երկիրը չի պատկանում քաղաքացիներին։ Եվ այս փորձերը, որ հիմա անում են, օրինակ այդ հաղորդումը մենք որ հիմա տեսանք, ասում է Հայաստանը դարձավ։ Դուք գիտեք 90 թվականին մենք պայքարել ենք, որ ժողովուրդը ուղղակի ընտրի նախագահին։ Եվ հասել ենք հաջողության։ Այնտեղ բանակից սահմանադրությունից բացի այդպիսի ուղղակի հարցադրում ունեինք։ Դա արվում էր այն բանով, որ ժողովրդի դերակատարությունը ավելանա։ Երբ անցում կատարվեց խորհրդարանական թույլ կտամ ինձ ասելու խուժան անպատվաբեր նվաստացուցիչ համակարգին,
Աշխարհի մի քանի երկիր ունի ընդամենը խորհրդարանական համակարգ։ Դա արվում էր այն բանով, որ միջնորդավորված լինի։ Ես մարդս 21-րդ դարում կամ եւ միջնորդավորված պիտի լինեմ։ Բացի այդ, մի շատ կարևոր համակարգ խորհրդարանական համակարգում բացակայում է իշխանության ճյուղերի տարանջատման ապահովումը։ Այս տեսակետից ես վերացական չեմ խոսում, ինչ պիտի անել լինի վերաբերում, տվել եմ բացարձակ ժողովրդավարության նախագիծը, սարսափել եմ, որ Հարգելի Հովհաննեսյանի հանձնաժողովը կամ խորհուրդը ծանր վիճակի առաջի կանգնացրել նախ իրենց, հետո մեզ, որովհետև նաև ծանր իրավախախտումներ են կատարում։ Եթե խորհուրդը լսենք, թե այդ ինչ նկատի պիտի ասեմ հատկապես ինչի մասին է խոսքը։ Ես դրա համար ասում եմ, որ ես գիտեմ, որ իրենք նույնիսկ մի հզոր քայլ կատարեցին։ Կայուն մեծամասնությունը ամոթալի համարելով, վնասաբար, հակաիրավական համարելով փորձը կատարեցին, բայց միևնույն է խորհուրդը պետք է, օրինակ 2023 թվականի հունիսին խորհուրդը պետք է կառավարությանը տար նախագիծ ու չտվեցին։ Եվ չտալուց հետո ես համոզված եմ, որ Հովհաննեսյանը անկասկած ուզում էր, որ պահպանվի, լսել եմ իր ելույթները, մասնավորապես այն բանի մասին, որ չեն աշխատում, ես ինչ կարող եմ անել։ Բայց փաստորեն ամենակարևոր հարցը կարգավորող փաստաթղթի ուղղությամբ տարվող աշխատանքներում ողբալի վիճակ է։ Հիմա անդրադառնալով դրան, ինչ է այդպես, պարոն Հովհաննեսյան, համաձայն եք այստեղ։ Գիտեք, մի շարք պնդումների հետ իհարկե համաձայն եմ այն առումով, որ այս քանի տարի աշխատում ենք, գիտեք, 5 տարուց ավել ես ներգրաված եմ սահմանադրական տարբեր ռեֆորմներ այն ժամանակ հանձնաժողով էր 20 թվականի փետրվարից հետո եղավ պատերազմ, հետպատերազմյան, չգիտեմ, ճգնաժամ, կովիդ բան եւ հետո 21 թվականի ընտրություններից հետո ստեղծվեց նոր խորհուրդը եւ մենք 5 տարում այդպես էլ չունենք պրոդուկտ ներկայացնելու ժողովրդին։ Սա մեծագույն խնդիր է եւ այս առումով ես որպես խորհրդի անդամ կիսում եմ դրա պատասխանատվությունը, հա։ Անկախ նրանից ես այդ խորհրդի, չգիտեմ, ամենաակտիվն եմ, թե ամենաակտիվներից եմ, թե ամենապասիվն եմ, այո, ես դրա պատասխանատվությունը իհարկե կիսում եմ։ Ինչ վերաբերվում է բուն հարցին կապված խորհրդարանական եւ նախագահական համակարգերի հետ, դեք ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք այստեղ պարոն Հայրիկյանի հետ տարակարծիք ենք եւ շատ ենք քիչ։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում խորհրդարանական կառավարման համակարգը ավելի լավն է մի շարք հանգամանքներով, քան նախագահականը, եւ իմ այդ կարծիքի հիմքում հենց պարոն Հայրիկյանի ժողովրդավարության եւ որոշումների կայացման մասնակցայնության պրինցիպն է։ Ինչի մասն է խոսքը։ Խորհրդարանական կառավարման համակարգում մարդիկ ընտրում են խորհրդարան, մարդկանց ներկայացուցիչները գալիս հայտնվում են խորհրդարանում, լինի դա մեծամասնական, համամասնական, սա արդեն երկրորդ հարցն է։ Մարդկանց ներկայացուցիչները գալիս են խորհրդարան դառնում է ժողովրդի խտացված sense ներկայացուցչական մարմինը եւ այդ խտացված ներկայացուցչական մարմինը ընդունում է որոշումներ։ Եվ ով է հակակշռում նրան։ Հակակշռին գամ, հակակշռի մասով ես դեռ համաձայն եմ եւ հակակշռին գամ։ Նախագահականի դեպքում գործում է այսպես կոչված հաղթողը վերցնում է ամեն ինչ սկզբունքը։ Գործադիրում։ Այո, սա նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը, հա, ընդհանրենք 51% ինչ որ մեկին քվեարկեց, այդ 51%-ը ում որ քվեարկեց ինքը ունի իշխանություն, այն մնացած 49%-ը ընդհանրապես դուրս մնացին կոպիտ ասած իշխանությունից։ Սա խնդիր է։ Իսկ խորհրդարանական այդպես չի։ Հիմիկվա խորհրդարանականում, որը որ մենք ունենք Հայաստանում, այդ խնդիրը կա, որովհետև հիմիկվա խորհրդարանականը ոչ թե առողջ խորհրդարանական է, այլ հիմիկվա խորհրդարանական ընդհանրապես սրանց 10 տարի առաջ մի հոգու պետք էր երկու պաշտոնավարման ժամկետները շարունակել եւ երրորդ ժամկետ ունենալ, դրա համար ստեղծեց ինչ որ նախագահականի էլեմենտներով խորհրդարանական, ինչ որ տձև խորհրդարանական համակարգ, որը բնականաբար լի է խնդիրներով։ Բայց առհասարակ այո խորհրդարանական կառավարման համակարգը իշխանությունների հակակշռման առումով ավելի թույլ է, քան նախագահականը, այստեղ եւ պարոն Հայրիկյանի հետ կհամաձայնվեմ, որովհետեւ եթե խորհրդարանական համակարգում գործադիր իշխանությունը ձևավորվում է խորհրդարանից եւ հետեւապես խորհրդարանի մեծամասնությունը եւ գործադիրը նույն քաղաքական ուժի կամ ուժերից են, ապա նախագահական համակարգի դեպքում նախագահն է գործադիր իշխանության ղեկավարը, ով որ
առանց ընտրություններով ընտրվել, ով կարող է այլ քաղաքական ուժից լինել եւ խորհրդարանը այս դեպքում վերահսկում է իրապես վերահսկում է գործադիր իշխանությանը եւ նախագահին եւ հենց այս կոնտեքստում շատ կարեւոր է որպեսզի լինեն գործիքներ խորհրդարանական համակարգը եթե մենք պահում ենք ես ինքս հասցի ես դրա այդուհանդերձ դրա կողմնակիցն եմ շատ կարևոր է որպեսզի մենք ստեղծենք այդպիսի գործիքներ որպեսզի վերահսկողական ֆունկցիաները պատշաճ գործեն մենք օրինակ այդ կոնտեքստում առաջարկեցինք որ նախագահին տրվեն գործադիր իշխանության հետ չկապված բայց վերահսկողական պայմանական ասած վերահսկողական ֆունկցիաներ, իրական ոչ թե վերահսկողական ֆունկցիաներ, այլ վերահսկող մարմինների ձևավորման մասնակցություն։ Ինչի մասն է խոսքը։ Մենք դրան կանդրադառնանք արդեն մի քիչ հետո, առավել մանրամասն, բայց հիմա պարոն Հայրիկյանն ասում էր, որ մարդիկ պետք է լինեն կենտրոնում, մենք հիմա լսենք մարդկանց։ Զերոյից սկսել են, զերոյը վերջացրել են։ Քաղաքական համակարգ չունենք։ Բոլորը զբաղված են եղել տարբեր հարցերով, բացի քաղաքականությունից։ Բայց որոշ բաներ փոփոխություն դեպի լավը գնում է, եթե աշխատենք գնահատենք, էլի, գոնե արազները գնահատենք։ Գյումրիի հենց այդ ընտրությունները ցույց տվեցին, որ չի կայացել։ Չի կայացել, մենք ենք մեղավոր։ Իշխանությունն էլ մեր հետ մեղավոր է։ Չի կայացել, որ կայացածն է այսօր բան չի։ Այն առաջի Ղարաբաղյան պատերազմ հաղթեցին, հետո իմ կարծիքով որոշեցին, որ սա հարցերը լուծել են, էլ ոչ մի բան չարեցին։ Նախ մի ազգի մեջ այդքան կուսակցություն լինել չի կարող, առաջի հերթին դա։ Եթե կա, նշանակում է կա նաև վատ կողմը, դրա վատ կողմը, որից օգտվում են պետությունները կամ այն մարդիկ, որոնք հարցեր են լուծում։ Անունը տրել են կուսակցություն, բայց իսկական անունը նպատակն է, որ օգտագործում են մահագ է, ձերքի մահագ է, որով կարողանում են հարցեր լուծել։ Ամերիկայի նման երկրում տես քանի կուսակցություն կա, երկու կուսակցություն, մեր նման փոքր երկրում տես քանի կուսակցություն կա, ուղղակի ապշել 141 կուսակցություն կա, հա, չի իմանում, որ այդքան շատ են։ Միասնականության խոչընդոտը այստեղ էլ է երևում, մենք միավորվել չենք կարողանում, դրա համար ֆուտբոլ էլ չենք կարողանում խաղալ։ Այ օրինակ վերցնեն թեկուզ ոչ եվրոպական երկրներից, Չինաստանից, Ճապոնիայից բերեն մասնագետներ, խորհրդակցեն, ինչն է իրանց դրթող ուժը, ոնց են առաջ գնում։ Թող լինի մի 5 կուսակցություն, որ լավ հասկանաս, բոլորին ճանաչես, չես имանում ով է, ով չի, անգամ չես էլ imանում, դա կուսակցության անդամ է, թե չէ։ Այդքանի անհրաժեշտությունը չկա, էլ նայ։ Մեր մոտ է պետք է 3 հատ կուսակցություն էլի ամենաշատը։ Ինչի տենց բաժանվածություն, տրոհվածություն, ասում է, որ հայ ազգը եզակի մարդկանց ազգ է, որտեղ հայը երբ որ դուրս է գալի մեր սահմանից, դառնում է տաղանդավոր։ Նա մարդիկ իրենց կարծիքն էին արտահայտում, նաև իրենց մտահոգությունները ըստ էության, սրանց պատասխանը որն է, դուք պարոն Հայրիկյան բացարձակ ժողովրդավարության մասին եք խոսում եւ ասում եք, որ դա քաղաքացի եւ քաղաքական գործիչ այդ խզվածքը իրականում բացառում է, խզվածությունը բացառում է, ինչպես։ Այսօր ժողովրդավարությամբ զբաղվող մասնագետները աշխարհում մեկ հասկանում են, որ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է եւ լուծումը չեն գտնում։ Ես լուծումը գտել եմ, բայց ուզում եմ, որ այդ լուծումը Հայաստանից դուրս գա, դրա համար 3 անգամ տվել եմ այս հանձնաժողովին, նախորդ անգամ տվել եմ Սերժ Սարգսյանին, մեր նախագիծը պարտակվել է։ Ես օրինակ չեմ կարողանում դա հասկանալ։ Հանձնաժողովը ունի աշխատանքային թափանցիկություն եւ այլ հրամայականներ։ Ինչու 10 կուսակցությունների կողմից տրված նախագիծը նույնիսկ քննարկման չի արժանանում։ Եվ այստեղ մի բան, հանձնաժողովը եւ խորհուրդը նախ ստեղծված է խորհուրդը, հետո հանձնաժողովը ստեղծված են այն բանի համար, որ իրենք իրավիճակում լուծումներ գտնեն եւ լուծումները առաջարկեն։ Ինչպես է պատահում, որ 4 տարի սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատող հանձնաժողովի խորհուրդը ժամանակին չի տալիս հայեցակարգը, իդեպ ասեմ, որ հայեցակարգը
որպես ամփոփված փաստաթուղթ հասկանալի է, բայց առանց հայեցակարգի նախնական գոյության դու սահմանադրական բարեփոխումների պիտի չգնաս։ Ինչպես է պատահում, որ հանձնաժողովը աշխատում է, բայց հանձնաժողովը որոշում չի ընդունում, այլ որոշումը ընդունում է թեկուզ երկրի ղեկավարը։ Իրենք ասում են այս բանը պիտի արվի, մեկ էլ ասում է ես կարդացի հայեցակարգը, ինչի չի հրապարակվել այդ հայեցակարգը, որովհետև չի եղել, այսինքն սուտը դարձել է մեր առօրյան։ Եվ ասում է ես որոշեցի, բա դու ինչի էիր հանձնաժողով ստեղծում։ Երկրորդ կարևոր բանը Պարոն Յովհաննիսյանը կհաստատի իմ ասածը վստահ եմ։ Աշխարհում նոր սահմանադրություններ ընդունվում են միայն այն դեպքում, երբ նախ եւ առաջ կառավարման համակարգն է փոխվում, որպես կանոն։ Եթե կառավարման համակարգը չի փոխվում, ապա նոր սահմանադրություն ստեղծելու հրամայական չկա։ Եվ երկու դեպքում էլ որոշում ընդունել է մարդ, որը մասնագետ չի այս ոլորտում։ Իսկ բացարձակ ժողովրդավարությունը, շնորհակալ եմ, որի մասին դուք ասացիք, դրա հիմնական խնդիրն այն է, որ երկրի կառավարման հարցում քաղաքացիների մեջ խտրականություն չլինի։ Խտրականությունը երբ 5%-անոց արգելանքի պատճառով քաղաքացիների մի մասը չի ունենում ներկայացուցիչ պարլամենտում։ Դա լուրջ հանցագործություն է մարդու նկատմամբ, որտեղ ասված է մարդիկ հավասար են սահմանադրությամբ է ամրագրված, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եթե հավասար են, ինչպես է պատահում, որ ես ընտրող եմ, գնում քվեարկում եմ, բայց իմ քվեն կորում է։ Իսկ մյուսը շատ մեծ թիմ է եթե քվեարկել եւ նրա քվեն տեղ է ասում ես գտել եմ ձևը որ այդ խտրականությունը վերացվի եւ միայն այդպես է եթե դու քո ժողովրդի բարեկամն ես պետք է բոլոր քաղաքացիներդ ապահովված լինեն իրավավասարությամբ եթե այդ իրավավասարությունը խախտվում է այդ խախտման առաջն առնելու միջոց կա եւ մեկը դա ներկայացնում է քո անկախության պայքարի առաջնորդն է դա ներկայացնում ու դու անտեսում ես նշանակում է դու շատ լուրջ թշնամին ես քո քաղաքացիների դա կարծում եմ, որ պետք է ձեզ մտածել ստիպի եւ մի բան ասեմ, պարտավոր եմ դա ասել։ Նորմատիվ իրավական ակտով է ստեղծված հանձնաժողովը եւ խորհուրդը։ Նորմատիվ իրավական փաստաթուղթը ունի ժամկետ։ Եվ ես կարող եմ հոդվածներն էլ ասել, թե որ հոդվածով ինչպես, ասված է, որ որևէ փոփոխություն նախկինում ընդունված նորմատիվ ակտում, խոսքս վերաբերում է 22 թվականի հունվարի 27-ին ընդունված նորմատիվ ակտը, որի ժամկետը սպառվում էր 23 թվականի հունիսին, որտեղ հունիսին պետք է պարոն Յովհաննիսյանը եւ իր խումբը նախագիծը տային կառավարությանը, չեն տվել, բայց ժամկետը դա է նշված։ Հետո փոփոխություն է կատարվում արդեն 24 թվականի մայիսին եւ որոշվում է, որ այդ փաստաթղթում պետք է բան կատարվի փոփոխություններ ու մենք նոր սահմանադրություն պիտի ընդունենք սա խախտում է սա իշխանության չարաշահում է սա ուղղակի հանցագործություն է Շնորհակալություն պարոն Յովհաննիսյան այստեղ մի քանի հարցեր ըստ էության առաջինը այն խնդիրը որ առաջադրեց պարոն Հայրիկյանը արդյոք դեր առաջարկած մոդելը լուծում է հա մարդկանց քվեն հաշվի առնվող Շնորհակալ եմ մի քանի բան ասեմ սկսեմ թերևս վերջից իրականում խորհուրդը գործում է ոչ թե նորմատիվ այլ անհատական իրավական ակտով բայց այս առումով շատ բան տարբեր չէ ինչ վերաբերվում է որ ասում եք Յովհաննիսյանն եւ իր խումբը պետք է ներկայացնեն ամեն դեպքում խորհրդի նախագահն արդարադատության նախարարն է եւ դա ես չեմ Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ շատ բաներ ներկայացնում եմ խորհրդի քննարկմանը եւ իմ քվեով իմ ձեռք բարձրացնել կամ չբարձրացնելով փորձում եմ ազդել որոշումների կայացման վրա։ Իմ մանդատը այստեղ սպառվում է։ Ես չեմ կարող արագացնել process-ների ընդունումը եւ գոնե բողոքել կարող եք, չէ՞ որոշ դեպքերում, որ ես ինչ արեցիք։ Հաջորդը ինչ վերաբերվում է անցողիկ շեմին եւ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին քվեարկած քաղաքացիների ձայների փոշիացմանը, հա ժողովրդի լեզվով ասած, սա իմ կարծիքով խնդրահարույց է եւ սա պետք է վերանայել։ Ես հասկանում եմ, թե ինչով է սա պայմանավորված է նրանով, որ ամեն դեպքում այդ կոլեգիալ մարմինները լինի դա ազգային ժողով, լինի դա համայնքի հավաքանի ավելի ունակ լինեն որոշումներ կայացնելու։ Կառավարելիության հարց։ Եվ ավելի դժվար պարալիզացվեն, ավելի քիչ հակված լինեն պարալիզացվելու, հա, ինչքան քիչ է ուժերի քանակ, պայմանական ասած, եթե այդտեղ երկու ուժ է, վերջ, որ ուժը մեծամասնություն ունի, ինքը կարողանում է որոշումներ ընդունի, եւ բայց
բայց միաժամանակ ինձ թվում է, որ սա խնդրահարույց է եւ այս շեմերը, եթե ոչ զրոյացվեն, ապա էապես կարող են պակասեցվել եւ մենք դրա արդյունքում կունենանք ոչ թե խնդիրներ, այլ կունենանք ավելի շատ քաղաքացիներ, որոնք մասնակցում են իրենց համայնքի կամ պետության կառավարմանը եւ ավելի քիչ քաղաքացիներ, ում քվեն դրանից դուրս է մնում։ Նաև այնց որ այս առումով ես ձեր հետ կոնցեպտուալ համաձայն եմ եւ սա է պատճառը, որ կայուն մեծամասնության այդ շատ խնդրահարույց համակարգը մենք առաջարկում ենք անել։ Ես վերադառնամ նաև իշխանությունների տարանջատման հարցին, տեսեք ինչ ենք մենք առաջարկում ենք, որ հանրապետության նախագահը չունենալով գործադիր իշխանության ֆունկցիաներ եւ չառաջարկելով որ ընտրվի գործադիր իշխանության ֆունկցիաներ, այդ նույնիսկ առաջարկում ենք որ գործադիր իշխանության եղած ֆունկցիաներն իր վրայից հանվեն տրվեն վարչապետին, բայց իր մասնակցությունը դատական, ընտրական եւ այլ մարմինների ձևավորմանը մեծանա, որովհետեւ այն համակարգում, որտեղ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները նույն քաղաքական ուժից են, պարոն Հայրիկյանը ճիշտ է ասում, այդ համակարգերում խորհրդարանը որպես վերահսկող ավելի թույլ է, ավելի քիչ մոտիվացիա ունի վերահսկելու այն կառավարությանը, որը նույն քաղաքական ուժից է։ Եվ այս համակարգերում երկու բան է կարևոր՝ խորհրդարանական ընդդիմության հնարավորությունները, վերահսկման, հարցերի բարձրացման, դեբատների մեջ մտնելու, որը Հայաստանում շատ թույլ է ինստիտուցիոնալ առումով։ Եվ երկրորդը դա անկախ մարմինների վերահսկողական գործառույթներն են, դատական համակարգ, դատախազություն, ընտրական մարմիններ, հակակոռուպցիոն մարմիններ, կարևորը որ այս մարմինները, որոնք անկախ պիտի լինեն, իրապես անկախ լինեն։ Եվ որ մի քանի որ այս մարմինները ձևավորվում են ազգային ժողովի կողմից եւ ազգային ժողովն էլ նույն ազգային ժողովն է, որը ձևավորում է կառավարությանը։ Մեր առաջարկը այն է, որ այս մարմինները ավելի շատ ձևավորման ավելի շատ մասնակցություն ունենա հանրապետության նախագահը, որը ընտրվի ոչ թե ազգային ժողովի կողմից, այլ ժողովրդի կողմից։ Ինքը ժողովրդի կողմից ուղիղ ընտրությամբ ընտրվի եւ ինքը ավելի շատ մասնակցություն ունենա դատական համակարգերի, դատախազության, հակակոռուպցիոն, ընտրական եւ այլ անկախ մարմինների ձևավորմանը, որոնք իրենց հերթին ինչ որ առումով խաղի կանոններ թելադրողներ լինեն։ Դատական համակարգը շատ կարևոր խաղի կանոններ ոչ թե թելադրող, այլ պարտադրող է, հա։ Դատական համակարգը ասում է հարգելի կառավարություն, հարգելի ազգային ժողով, դու ունես քո ազատությունները, դրա սահմաններում գործի, իրակցրու քո իշխանությունը, բայց այս կանոնները, որ խախտեցիր, ես քեզ չեմ թողելու, հա։ Այս շատ կարևոր է, որ դատական համակարգը այդ առումով իր տեղում լինի։ Այս համակարգը, որը հիմա կա Հայաստանում, ընդհանրապես չի նպաստում, որ դատական համակարգը այդպեսին լինի։ Եվ մենք հաճախ քննարկում ենք, ասում ենք վարչապետը այս ինչին SMS-ով հանեց, այն ինչին։ Այստեղ խնդիրները շատ ավելի խորն են։ Խնդիրները հենց այդ մարմինների անկախ լինելում են։ Ես ձեզ ասեմ, անկախ մարմինների հարցը Հայաստանում շատ թերագնահատված է։ Կան երկրներ, որտեղ անկախ մարմինները նույնիսկ արարողակարգային առումով ավելի բարձր են, քան պետության ղեկավարները։ Օրինակ Հարավային Կորեայում մեր մոտ ոնց է, հա, հանրապետության վարչապետը որտեղ մտնում է, բոլորը պետք է ոտքի կանգնեն, հա, ավանդույթ այդպիսին է, գրված չի, բայց դա ավանդույթ այդպիսին է։ Այ Հարավային Կորեայում ավանդույթ այնպիսին է, որ նույնիսկ իրենց երկրի նախագահան ոտքի է կանգնում, երբ դահլիճ է մտնում կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահան։ Դեռ կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահան համարվում է ավելի կարևոր մարդ արարողակարգային առումով։ Պարզապես պետության կառավարման առումով նախագահն է ավելի կարևոր, բայց ԿՀ-ի նախագահն այն մարդն է, որ ասում է իր հեղինակավոր խոսքային մասով, թե ով է ընտրվել, եւ այդ առումով ինքը շատ սենց բաներով եւս մենք պետք է ուշադրություն դարձնենք անկախ մարմինների վրա։ Դա իհարկե հետաքրքիր է, բայց իրականության մեջ դա հնարավոր է թե չէ։ Վերջում մենք Հայաստանում ենք եւ այս տարիների ընթացքում տարբեր տեսակի փորձությունների, իրադարձությունների միջով ենք անցել։ Մի բան է ունենալ լավ փաստաթուղթ եւ լավ մեխանիզմներ, մի բան է իրականությունը։ Վերջո իրականությունը ինչպես պետք է կարողանալ։ Ոչ թե հնարավոր է, այլ դուք պատկերացնում եք տարբեր ժամանակներում 15, արդեն 16 քաղաքական ուժեր հավանություն են տվել մի նախագծի, որը հետևողականորեն եւ նախկինները եւ ներկաները արգելում են քննարկել։ Արգելում են, որովհետեւ այնտեղ արմատապես լուծվում են։ Պարոն Յանիսյանը խոսեց մարմինների կառույցների անկախության մասին։ Անկախության ապավերում միայն մեկ ձև կա։ Դա բարի կամք չպետք է լինի, դա չպետք է լինի որևէ մեկի բարյացակամություն, այլ
Եթե նրան ընտրում է ժողովուրդը, հասկանում եք, գլխավորը հետևյալն է, ժողովուրդն է իրավիճակի տերը, ինքը ընտրում է ներկայացուցչական մարմին, որպեսզի օրենքներ սահմանի եւ վերահսկի իր կողմից ընտրված վարչապետի գործունեությունը, եւ այն ինչի մասին, որ պարոն Հովհաննիսյանը ասաց, որպես նախագահային տրվելիք լիազորություններ, անտեղի է, պետք է քաղաքացուն տրվի։ Քաղաքացին է երկրի տերը։ Բացարձակ ժողովրդավարության նախագծում նախագահը քաղաքացին է, եւ այդ քաղաքացին ոչ թե քվեարկում է, այլ երկիրը կառավարելու բաժնետոմս ունի, որը ինչ որ ժամանակով փոխանցում է։ Այստեղ շատ կարեւոր է, որ այդ մարմինների անկախությունը ապահովող քաղաքացիները, տեսեք, մեր համակարգում նույնիսկ դատավորները, հիմա կա դատական համակարգ չէ, երբ թափուր տեղ է առաջանում, քաղաքացիներն են ընտրում երկրորդ եւ բարձրատյանի դատավորներին, որպեսզի դատավորը իսկապես լինի անկախ։ Իսկ եթե այդ անկախությունը պիտի երաշխավորվի մահկանացու մարդու միջոցով, դա հիմնավոր չէ։ Այստեղ ամենակարևորը, եթե մենք ուզում ենք, որ հաջողության հասնենք, առաջին ընթացի հասնենք, հզորանանք նաեւ, պիտի իմանանք, որ այդ ամենի հիմքում ընկած է մարդը։ Իսկ մարդը այն ժամանակ է իրեն երկրի տեր զգում, այն ժամանակ է առավելագույնը շահագրգռված երկրով հայրենիքով, երբ ինքը գիտի, որ իսկապես տերն է։ Տերը ինչպես է ամրագրում, նրա երկրի կառավարմանը մասնակցելու իրավահավասարությամբ եւ մեխանիզմները լրիվ մշակված են մինչեւ վերջին տառը։ Ավելին ասեմ, ես հրաշքի եմ ականատես եղել, ես գրել եմ, ցավոք սրտի հնարավոր չէ ներկայացուցչական մարմինը դարձնել 100%-անոց, որ ընտրությանը մասնակցած բոլոր մարդիկ ներկայացված լինեն խորհրդարանում։ Դա գրել եմ, տպվել է։ Հետո անցել է ժամանակ եւ հրաշքի պես ինձ եկել է, որ կա քաղաքացիական իրավունք, կա տնտեսական իրավունքի բաժնետիրական ընկերությունների քվեարկության կարգը եւ մեր նախագծում պատգամավորները չեն քվեարկում մեկ ձայնով, ամեն պատգամավոր կամ ամեն խումբ քվեարկում է այն ձայների քանակությամբ, որ ինքը ստացել է քաղաքացիներից, ինչպես բաժնետիրական ընկերությունները։ Ուրեմն բացարձակ ժողովրդավարության գաղափարը վաղը սերունդ պիտի ամոթանք տան բոլոր նրանց, ովքեր կանգնած են բացարձակ ժողովրդավարությունը մեր ժողովրդի սեփականությունը դարձնելու ձգտման ճանապարհին։ Ես չգիտեմ ինչու է այդպես։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի պես մարդիկ այնտեղ լինելով այնտեղ էլի կան արժանավոր մարդիկ, պիտի ասեն, ես ինչ եք անում, ինչի մենք չենք քննարկում Հայրիկյանի առաջարկը, լավ այդքան ապեր ախտենք, այդ մարդը մեր ժամանակին անկախության ճանապարհն է ցույց տվել, 18 տարի բանտերում է անցկացրել, 2.5 տարի էլ բռնի արտաքսված է եղել, ոչ իր ցանկությունների համար, մեզ համար։ Հիմա բա չլսենք այդ մարդը ինչ է առաջարկում, ինչի առանձին կուսակցություններից հրավիրում են քննարկում լսելու թե դա ինչ է, ինչի միջազգային գործիչները, ես եւ հենց Լեհաստանում վերջին անգամ, որ ասացի, մարդկության, մեր քաղաքակրթության մեծագույն սխալներից մեկն այն է, որ ընդունված է, որ ամեն ազգ կարող է ունենալ իր ժողովրդավարությունը։ Այո, կարող է ունենալ, բայց դրա կողքին պետք է գրվի։ Ես ընտրեցի խորհրդարանական համակարգը եւ դրա հետևանքով ունեմ 20%-անոց ժողովրդավարական համակարգ։ Իսկ մյուսը ընտրեց նախագահականը, դրա համար ունի 50%։ Երրորդը ընտրեց ներկայացուցչական մարմնի 100%-անոց ներկայացուցչականությունը, դրա համար նա ունի 75%։ Սա մեր ազգային հարստությունն է, քաղաքակրթական ներդրում եւ սա չօգտագործելը, կրկնում եմ, սերնդեսերունդ պիտի ասեն, ես ինչ եք անում։ Դուք կույր եք, չեք տեսնում։ Պարոն Հովհաննիսյան, ձեր արձագանքը։ Սա պարոն Հովհաննիսյանին ուղղված չի, կներեք։ Հասկանալի է, բայց ձեր արձագանքը նաեւ իրականության եւ Ես շնորհակալ եմ եւ ամենայն հարգանքով նաեւ պարոն Հայրիկյանի սովետական իշխանությունների կողմից հետապնդումներին, որոնք արվում էին իր գաղափարների համար եւ մեր անկախության։ Ինչ ստացվեց, ասեք, ես շնորհակալ եմ, որ հետապնդում եք։ Որ դիմացը լավ։ Ես, բայց տեսեք, խնդիրը հետևյալն է, որ ամեն դեպքում այն, որ աշխարհի երկրներում հիմնականում ընտրությունների ցիկլը օրինակ 4 կամ 5 տարի է, դա ունի տրամաբանություն եւ ոչ ավելի հաճախ է, հա, երբեմն ասում են, ընտրություններից առաջ են քաղաքական գործիչները ժողովրդի մասին հիշում, եկեք ընտրությունները ավելի հաճախ դարձնենք, հա, օրինակի համար եմ ասում։ Կամ եկեք հետկանչի մեխանիզմ սահմանենք, որ հենց քաղաքական գործիչը մի բան անում, որ օրինակ պատգամավորը, որը պոպուլար չի, մարդիկ կարողանան իրան հետկանչել։ Տեսեք, այստեղ խնդիրը նրանն է, որ այդ ժամկետը 4-ից 5 տարի նրա համար է նախատեսված, որովհետեւ հաճախ իշխանությունները գալով իշխանության սկսում են ինչ-որ ծրագրեր, որոնք սկզբից կարող են լինել ոչ այդքան պոպուլար, բայց հետո վերջում բերում են ցանկալի արդյունքի եւ դառնում են պոպուլար։ Մենք նույնիսկ վերջին տարիներին, եթե հիշենք, Հայաստանում այդպիսի օրինակներ են եղել։ Այդպիսի նախաձեռնություններ, որ սկզբից շատ ոչ պոպուլար էին, շատ քննադատվում էին, բայց հետո ստացվեց եւ բան։ Հիմա եթե դու
զրկում ես այդ հնարավորություն, իսկ այդ հնարավորություն զրկում ես, որտեղ եթե ես իմանամ, ես հիմա սկսել եմ բան, որը լինել է ոչ պոպուլար, որը արդյունք է տալու 3-4 տարուց, շատ լավ, եթե իմ մյուս ընտրվել չընտրվելը 4 կամ 5 տարուց է, ես կմտնեմ դրա տակ։ Բայց եթե իմ մյուս ընտրվելը հիմա է, չգիտեմ, մի ամսից է կամ ամեն ամիսը մեկ է, ես դրա տակ չեմ մտնի, ես կսկսեմ պոպուլիզմով զբաղվել։ Ես կսկսեմ զբաղվել միայն այնպիսի բաներով, որոնք որ այսօրվա առումով պոպուլար են, թե երկարաժամկետ առումով մեզ բոլորիս ուր կհասցնեն։ Բայց ինչ առիթով եք դա ասում, իմ 2 տարվա ընտրությունների հետ կապված։ Նկատի ունի, եթե Նաև, ստեղ հենց դա է հարցը, որ կոնցեպտը էս ժամկետների նրանումն է, որ մարդուն կամ քաղաքական ուժին ընտրում են եւ տալիս են 4 ժամկետ, ասում են, այ քեզ 5 տարի։ Մենք 5 տարի հետո կգնահատենք, թե դու ինչպիսին ես։ Մենք վաղը չենք գնահատելու։ Եթե դու վաղը ոչ պոպուլար բան անես, ու իհարկե ոչ սարսափելի բան, բայց եթե դու վաղը ոչ պոպուլար բան անես, մենք դրա համար քեզ հետ չենք կանչելու։ Դու մնալու ես եւ 5 տարվա վերջում մենք գնահատելու ենք։ Մենք քեզ նորից ընտրում ենք, թե չենք ընտրում։ Ես ուզում եմ ինձ թույլ տալ հիշեցնել։ Գնալով եզրափակման։ Հիշեցնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես հսկա պետությունը ամեն տարի 3-4 պետություն է տեղի ունենում, 3-4 ընտրություն է տեղի ունենում։ Եվ եթե մենք մեր սահմանադրության մեջ նշում ենք, որ Հայաստանը նաև ժողովրդավարական պետություն է, դա անփոփոխելի հոդվածներից մեկն է, ապա պիտի հասկանանք, որ ժողովրդավարության մեջ մտնում է նաև սխալվելու եւ սխալ ուղղելու հնարավորությունը։ Եթե դու ընտրում ես գործիչ, որը ծրագիր են առաջարկում, հետաքրքրական է, բայց որոշողը մենք պիտի հասկանանք, որ որոշողը ժողովուրդն է, անգամ եթե սխալվում է, եւ ին բացարձակ ժողովրդավարության նախագծում ասված է, ընտրվում է վարչապետ, ուղղակի նախագահ չկա, նախագահան քաղաքացիներն են, վարչապետ, փոխվարչապետ, եւ եթե նա ճիշտ է աշխատում, հետո նորից է ընտրվում։ Եթե մարդիկ չհասկացան, որ նա ճիշտ էր աշխատել եւ չընտրեցին, դա մարդկանց իրավունքն է։ Պիտի հասկանանք, որ երկրի տերը քաղաքացին է, եթե մենք ուզում ենք զարգացում ապրել, ու դուք պատկերացնում եք, վաղ աշխարհով մեկ տարածվելու է, որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է, ինչ հետաքրքրական է, քաղաքակրթական այդ գյուտը, որ այսօր Հայաստանը անում է, եկեք մենք էլ մեր մոտ կիրառենք, ես համոզված եմ դա է ճանապարհը։ Եվ եթե եզրափակիչ խոսքեր ուզում ասեմ, ասեմ, հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Հեռուստադիտողը կարծում եմ իմ ասածներից ամենակարևորն է հիշի, որ ինքը պետք է իրավահավասար լինի։ Իրավահավասար ոչ թե 5 տարին մեկ ընտրության օրը, այլ իրավահավասար լինի ամեն օր, նույնիսկ երբ ինքը ընտրության չի մասնակցում։ Տեսեք, գնաց ընտրության, 2 տարով ընտրվեց, կամ չընտրվեց, եթե ինքը ընտրության է գնացել, ոչ քաղաքական նկատառումներս, ոչ էլ որևէ մեկի ընդունած անկատար օրենքը չպետք է ինձ դարձնեն խտրականության ենթակա։ Այսօր Հայաստանում բոլոր նրանք, ովքեր որ ընտրությանը մասնակցում են եւ բավարար ձայներ չստանալով պարլամենտում ներկայացված չեն, դրանք ենթարկված են խտրականության։ Թող մարդիկ հիշեն, որ ես առաջարկում եմ մի բան, որը իրենց դարձնում է իսկապես երկրի տերը։ Շնորհակալություն, պարոն Իոնիսյան, ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Գիտեք, ինձ թվում է, որ շատ կարևոր է հեռուստադիտողը եւս մեկ անգամ հիշի, որ ինքն է Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Ես համաձայն եմ պարոն Հայրիկյանի այն մոտեցման հետ, որ ես պետությունն էլ մեծ հաշվով որ նայենք մի կազմակերպություն է, որ մենք էս որի բաժնետերը մենք էս 3 միլիոնով ենք։ Այ ամեն մեկը որ ունի այդ կապույտ անձնագիրը ինքը էս պետության բաժնետերն է եւ ինձ թվում է որ մենք պետք է պետությանը վերաբերվենք հենց այդպես եւ ոչ այլ կերպ։ Եվ հենց այդպես վերաբերվենք բոլոր կոնտեքստներում, թե երբ որ որոշում ենք, թե այս պետությունը ոնց պետք է շարժվի, թե երբ որ որոշում ենք, թե մենք այս պետությանը ինչ պետք է տանք կամ չտանք, հա, այդ տանկի մեջ չգիտեմ, մտնում է հարկերը կամ եւ նաեւ երբ որ ընտրությունների ենք մասնակցում, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք հաճախ նույն Գյումրիի օրինակով, որ երբեմն մարդիկ ընտրությունների ժամանակ քվեարկում են այս կամ այն ուժին չէ, անձին, զուտ այդ անձին լավություն անելու համար։ Շնորհակալություն, հենց այստեղ էլ ավարտենք, շնորհակալություն պարոն Իոնիսյան, շնորհակալություն պարոն Հայրիկյան, այսօր այս քննարկմանը մասնակցելու համար։ Ես հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին այմ կուսակցության նախագահ 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը եւ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։